Հակոբյան օրեր առաջ arczepiskopոսները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ, որոնց թվում է նաև Արցախի թեմի առաջնորդը։ Դուք առհասարակ իր հետ շփում ունեցել եք այս ընթացքում ու տեղյակ եք այս հանդիպման մասին, թե ոչ։ Մինչ հանդիպումը իհարկե միշտ էլ ոչ հաճախակի, բայց ըստ անհրաժեշտության փորձել ենք ունենալ այդ հանդիպումները մի քիչ դժվարությամբ, որտեղ այդ առումով շատ պասիվ էր Սրբազանը Արցախի թեմի, բնական հես հանդիպման մասին որևէ մեկս ոչինչ չգիտեինք եւ դա իրականում շատ մեծ ցավոտ անակնկալ էր մեր բոլորի համար, որտեղ գոնե Սրբազանից պիտի որ այդպիսի բան մենք չտեսնեինք, այն ինչ որ տեղի ունեցավ։ Ես կարծում եմ, որ այն ընթացքը, որը տեղի ունեցավ այդ շփումից հետո եւ մեր արձագանքները, կարծում եմ, որ նորմալ էր եւ դրանից արդեն իսկ Սրբազանը իր հետևությունները արել է, հասկանալով, որ այլևս կամ մինչ գնալ է նույնիսկ ինքը շատ լավ հասկանում էր, որ այլևս ինքը չի կարող առաջնորդել ուղղակի Արցախի ժողովրդին եւ չի կարող համարվել Արցախի թեմի առաջնորդ։ Այն ինչ որ տեղի ունեցավ, անկեղծ ասած, դա չգիտեմ, երևի թե ամբողջ գիշեր մենք բոլորս անդադ մեկը մեկի հետ կապվելով, մեկը մեկից փորձելով ճշտել եւ ժողովուրդը նույնը այդ իրավիճակում, որ ընդհանուր առմամբ մեզ համար դա ընկալվեց որպես դավաճանություն եւ ժողովրդի նկատմամբ եւ Մայր Աթոռի նկատմամբ, որը ըստ էության միակ կառույցն էր, որը ողջ այսպես պատասխանատվությամբ իր վրա վերցրեց եւ պահեց Արցախի թեման։ Իսկ մինչ այդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ Սրբազանը ինչ-որ կերպ հակառակ արտահայտվել է Փաշինյանին։ Գիտեք, տեսեք, որպեսզի ավելի լավ պատկերացում ունենաք, ես մի փոքր հետ գնամ։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ արդեն Արցախի թեմի առաջնորդը Վրթանես Սրբազանն էր, մի փոքր տարբերվել է կամ մեր այն սպասելիքները, որը մենք ունեինք պատերազմից հետո որպես ժողովուրդ թեմի մասով առաջնորդության, մենք չենք ունեցել դա ըստ էության, թե իր տեսակներ երևի այդպեսին չեմ կարող ասել։ Ամեն դեպքում մենք այդ առաջնորդությունը չենք զգացել։ Ես ցավով պիտի փաստեմ, որ նաև առաջնորդություն չի եղել բուն իմաստով շրջափակման ժամանակ, որովհետև ուղղակի Վրթանես Սրբազանը Արցախում չի եղել ողջ ժամանակահատվածում։ Եվ դա լավ չի ընդունվել ու ընկալվել Արցախի ժողովրդի կողմից, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ այդ շրջափակման ժամանակ շատ պաշտոնյաներ Արցախի, ովքեր մնացել էին Հայաստանի Հանրապետությունում, ռուս խաղաղապահների միջնորդությամբ հասան Արցախ, որոնց շարքերում չէր Վրթանես Սրբազանը։ Ավելի այսպես ցավալի մեր համար ընկալվեց, երբ տեղահանման ժամանակ ժողովրդին էլի չէր առաջնորդում Սրբազանը։ Եվ տեղահանումից հետո ես ասեմ, որ շատ այսպես պասիվ է եղել իր պահվածքով նաև Սրբազանը եւ երբ մենք ցանկացած գործունեության ժամանակ դիմել ենք Սրբազանին, որպեսզի մենք օրհնություն ստանանք մեր գործունեությունը իրականացնելու, որպես այդպիսին որևէ ակտիվություն այդ առումով մենք չենք ունեցել։ Այսինքն ըստ էության ինքը իր տեսակով պասիվ է, բայց մենք նաև մեզ թույլ չենք տվել երբևէ խառնվել եկեղեցու գործերին, եկեղեցին ներքաշել քաղաքական գործընթացներում եւ հետեւաբար Վրթանես Սրբազանի հետ չենք քննարկել նաև որևէ հարց Նիկոլ Փաշինյան անձի հետ կապված։ Հա, փորձել ենք հեռու պահել եկեղեցին եւ Սրբազանին։ Հրապարակվեց նաև բանակցային այս փաստաթուղթը, առհասարակ ինչպես կմեկնաբանեք այդ փաստաթուղթը ու ինչ ազդեցություն ունեցավ դա Արցախի ճակատագրի որոշման հարցում։ Բանակցային փաթեթի նկատի ունեք։ Նախ եկեք արձանագրենք, որ այդտեղ բանակցային փաթեթ չկար, այդտեղ հատվածներ էին, մի մասն էլ հայկական ժամանակի ինչ որ դիտարկումներ։ Ես ասեմ, դա արվել էր մենակ մի նպատակով երևի, հույս ունենալով, որ մեր ժողովուրդը չի դնի ու չի կարդա, իրեն չի հետաքրքրի եւ ավելի շատ կլսեն այս իշխանությունների մեկնաբանությունները եւ հետեւությունը կանեն ըստ դրա։ Ես ասեմ, որ այո, նույնիսկ այն ինչ որ հրապարակված էր եւ այն ինչը որ կար բաց աղբյուրներում, դա հստակ ապացույցն է, որ առնվազն 3 տասնամյակ Արցախի
հարցի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հստակ բանակցային գործընթաց է իրականացվել։ Եվ ինչու է բանակցային գործընթացի իրականացվում ըստ էության, որովհետև դեռևս դա նշանակում է, որ որևէ կողմ դեռևս չունի առավելություն կամ այդ հարցը դեռևս լուծված չէ։ Եվ 3-11 մենք դրա ականատեսն ենք եղել։ Այն որ ինքը այդ բանակցային գործընթացից ինչ-որ դրվագներ նույնիսկ տվեց հրապարակելու, դա միայն մի բանի կարդացողները ես վստահ եմ, որ հասկացան, որ այդ ընթացքը 3-11, որի ժամանակ բանակցային գործընթաց տեղի է ունեցել, այն հստակ բանակցային գործընթացի կանոններով է տեղի ունեցել եւ մենք հասել էինք արդեն մի փուլի նույնիսկ հայտնի նամակա Սերժ Սարգսյանի հրապարակելուց հետո շատ պարզ, շատ հստակ հասկանալի է, որ այնտեղ գրված էին եւ մտահոգությունները եւ դիտարկումները Հայաստանի Հանրապետության ղեկավարի եւ առաջարկը որպեսզի տարվի ճիշտ հանգուցալուծման, որն էր նպատակի վերջո այդ բանակցային գործընթացի, որ այդ հարցը պիտի հանգուցալուծվի այն կերպ, որ երկու կողմերի մոտ էլ լինի արդարության զգացում, հարցի լուծման արդարացի զգացում։ Նիկոլն ասում է, բանակցային գործընթացում ես չտեսա հոգուտ հայ ժողովրդի կամ Հայաստանի ու Արցախի որևէ բան կամ որևէ դրվագ, այսինքն դա հոգուտ մեզ չէր լուծվելու։ Բնականաբար, եթե հոգուտ մեզ լուծված լիներ արդեն կամ լուծվելիս լիներ, հետևաբար չէին կարող լինել բանակցային գործընթաց, հա, չէր կարող տեղի ունենալ։ Եթե կար բանակցային գործընթաց, ուրեմն հոգուտ որևէ մեկի դեռ չէր լուծվել։ Այսինքն այստեղ այս ամենը, որ մենք տեսնում ենք, սրանք ամբողջը մանիպուլյացիաներ են եւ անկեղծ ասած, ես չգիտեմ, ես էլի հուսացած եմ, որ մեր ժողովուրդը այդ ամենը կարդալով իր ճիշտ հետևությունը կանի։ Այսինքն այս մարդը հույսը դրել է այն բանի վրա, որ մեր ժողովուրդը չի կարդալու, չի հետաքրքրվելու եւ լսելու է միայն իր պարզաբանումները։ Այնպես որ այդ բանակցային գործընթացը, որը 3 տասնամյակ տեղի էր ունեցել, ավարտվեց ու մեր գլխին բերեց պատերազմ միայն մեկ անձ, մեկ պատասխանատու, որի անունն է Նիկոլ Փաշինյան։